Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզով 42 կիլոմետրի հասնող տրանսպորտային ուղին է, որը ըստ հռչակագրի պետք է կապի անխափան կապի Ադրբեջանի Հանրապետություն Նախիջևանի ինքնավար հանրապետության կողմից։ Հիմա անխափան բառը կա փաստաթղթերի մեջ։ Այո, ու հենց դա իրավական տեսանկյունից լրջագույն խնդիր է տալիս։ Հիմա անխափանի տեսանկյունից կրկին դրանից հետո օրեր առաջ այս թվականի հունվարին Արարատ Միրզոյանը արդեն թիֆը կնքեց մտադրությունների համաձայնագիրը, բայց որևէ տեղ այդպես էլ այդ անխափան եզրույթը չբացվեց։ Ու ինչու է խնդրահարույց այս եզրույթը, ինչ է ուշադրություն հրավիրում, որովհետև այդ անխափան եզրույթը, անխոչնդոտ կներեք, անխոչնդոտ կապը տառացի թարգմանությամբ անգլերենից, ինքը ուղղակիորեն գալիս է հակասելու հենց նույն ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, իրավազորությանը, ինչ ասել է անխոչնդոտ, եթե զուտ կապ սահմանված լիներ, ես այսպիսի մտահոգություններ չէի ունենա, ու մտահոգություններս կրկնապատկում է, որ հետագայում որևէ տեղ չի բացահայտվում այս եզրույթի խորքային իմաստը, որովհետև այդ անխոչնդոտ եզրույթը երաշխավորագիր է ադրբեջանական կողմի համար, որ օրինակ Հայաստանի Հանրապետության տարածքում անցնելուց իրենց ներկայացուցիչների նկատմամբ որևէ միջամտություն չի լինելու իրենց քաղաքացիների նկատմամբ, հանցագործություն կատարվելու պարագայում մեր տարածքում իրավասության հարց կարող է ստեղծվել ու մի շարք նման հարցադրումներ։ Արդյոք կարող են հայկական զինված ուժերը, չնայած այս թիֆով արդեն մտադրությունների համաձայնագրով front office, back office ձևաչափն է տրվում, այսինքն նստած են լինելու ամերիկացիները ըստ համաձայնագրի, հետևում հայերը, իրենք են կարգավորելու, բայց այդտեղ մի նոր տրցակ է հարցադրումների իրավական ստեղծում։ Օրինակ մենք արդեն տեսանք, տոկոսային անհամաչափ բաշխվածությունը։ Ես նույն արտգործնախարարությանը հարցերի մի շարք խումբ եմ ուղղել։ Արդյոք ով է լինելու կազմակերպության ղեկավարը թրիփի, որտեղ է գրանցվելու այս թրիփը, որովհետև լրջագույն իրավական գրանցում պետք է ունենա։ Եթե Հայաստանի գրացում չունեցավ, մեր համար լրջագույն ռիսկեր է ստեղծում։